Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Բարի երեկո, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սիմոնյան, հաշված օրեր են մնացել խորհրդարանական ընտրություններին եւ հավանաբար հաջորդ երկուշաբթի կիմանանք թե ինչ պատկեր ենք ունենալու 9-րդ գումարման ազգային ժողովում։ Նախորդ այս գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը ստացավ 71 մանդատ։ Այս գումարման ազգային ժողովում ինչ ակնկալիք ունեք։ Ես վստահ եմ, որ մենք նվազագույնը կրկնելու ենք այդ արդյունքը եւ վստահ եմ, որ ավելի շատ ձայն ենք ստանալու եւ իմ այցելությունները, մեր այցելությունները մեզ դա են ցույց տալիս։ Վերջին օրերին մի քանի օր առաջ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեցիք, որ 19 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, ում ուզում եք ընտրեք, միայն 3 ընդդիմադիր ուժերի ձայն մի տվեք։ Այդ ուժերի մի մասը եւս ընդդիմադիր հայացքներ ունեն։ Տպավորություն է, որ ձեր նշած ուժերին չեք ցանկանում տեսնել ազգային ժողովում, ինչով է պայմանավորված։ Որովհետեւ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովում մենք ունենանք ընդդիմություն, որի հետ կա բանավեճ, իսկ այդ իմ նշած 3 ուժերը իրանք սպասարկում են դրսի շահերը եւ իրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկող, թեպետ այն մնացած ուժերի մեջ էլ կան ուժեր, որոնք որ նույն այդ գծի մեջ են, բայց այնուամենայնիվ կարծում եմ սերնդափոխություն է պետք մեր ընդդիմությանը, որովհետեւ ինչ տեղի ունեցավ նախկին իշխանությունները, որին որ Հայաստանի Հանրապետությունը մերժեց, հիմա երեսը փոխել են եւ այլ դեմքով փորձում են ընդդիմադիր դաշտը օկուպացնել եւ այդ դաշտում չեն թողնում, որ նոր երիտասարդ ընդդիմություն ձևավորվի։ Իսկ իշխանությունը շատ վատ է, երբ որ ընդդիմությունը լինում է հին, նույն սկավառակի, նույն բառապաշարի մեջ եւ ընդդիմությունը նույնպես լճանում, իշխանությունը նույնպես լճանում է եւ դա պետությանն էլ է վնաս տալիս։ Իսկ ինչով են օրինակ այդ ձեր մատնանշած ուժերը, պարոն Սիմոնյան, սպասարկում դրսի շահերը։ Տեսեք, մի ուժի սեփականատերը, ուժեղ Հայաստանի սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի է եւ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների նաեւ ՖՍԲ-ի գրանցված աշխատակից։ Մյուս ուժի Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարը մեղադրվում է լրտեսության մեջ եւ դավաճանության մեջ։ Երեկվա իմ բանախոսը հանդիսանում է ռուսական ամենահայտնի պետական լրատվամիջոցի աշխատակից, Արման Աբովյանը հանդիսանում է Սպուտնիկ Արմենիայի աշխատակից, պարոն Ծառուկյանը ասում է, որ ինքը Բելարուսի նախագահի ընկերն է, ով հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակմանը ինքը օգնել է։ Այն մյուս ուժը Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ տանում է նույն խոսույթը, որը որ կարող եք տեսնել ռուսական հեռուստաալիքներով, ինչպես նաև այն հայտնի ձայնագրությունը, որտեղ ինքը ռուսերեն լեզվով ինչ որ ռուս պաշտոնյայի ենթադրաբար փոխանցում է այդ երկրի նախագահին, որ ինքը իր հետ պայմանավորվելով է մտել քաղաքականություն եւ խնդրում է իրեն, որ օգնի իրեն դուրս գալ։ Մենք չենք կարողանում մեր երկիրը ղեկավարենք, մեր երկրում պետքա որևիցե այլ երկրից ղեկավար գա։ Այդ պնդմանը արձագանքեցին, որ դա մտածածին ձայնագրություն է եւ նման բան չէր կարող լինել։ Իսկ ինչի՞ չեն դիմում փորձաքննություն նշանակել։ Ես ասում եմ դա իրական է։ Բայց ինչի՞ չեն դիմում փորձաքննություն նշանակել։ Իրանք ասում են, որ դա AI է, առարկական բանականությունը, բայց այդ ժամանակում նման AI հնարավորություն չի եղել, կրկնում եմ, շատ հանգիստ կարելի է դա փորձաքննության ենթարկել։ Պարոն Սիմոնյան, տեսեք, քիչ առաջ դուք ձեր խոսքում կրկին նշեցիք, որ ուժեղ Հայաստանի առաջնորդը ըստ որոշ հրապարակումների հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից, ձեզ այդ հայտարարության համար Սամվել Կարապետյանը դատի է տվել։ Չի տվել։ Հայտարարեցին, որ դատի է տվել։ Նարեկ Կարապետյանն է հայց ներկայացրել, չէ, հա, տվել են, որովհետև այդ հայտարարության համար են դատի տվել։ Բայց իրանք չեն հերքել այդ հայտարարությունը, իրանք ասել են, որ այդ թվականին բոլորի մոտ է նման բան գրված եղել, իսկ իմ հայտարարությունը հղում է եղել, իմ հայտարարության մեջ հղում է եղել ինսայդեր հեղինակավոր պարբերական եւ հայկական լրատվամիջոցներից մեկին եւ նույն հաջողությամբ իրանք կարող են ասել եմ ես, կարող են ինտերնետը դատի տալ, որովհետեւ դա իմ պնդումը չի, դա պնդում է մամուլ եւ վստահ եմ, որ ես չգիտեմ նույնիսկ դատարանը դա վարույթ կընդունի, թե չի ընդունի, իսկ եթե ընդունի վստահ եմ, որ կհաղթեն, որովհետեւ հիմք չունեն իրանք ինձ մեղադրելու։ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինել չլինելու հարցը եւս շատ քննարկվեց, դուք նաեւ տարածեցիք այդ
փաստաթուղթը, ըստ որի Նարեկ Կարապետյանը գրանցված էր որպես Ռուսաստանի քաղաքացի, սակայն դրանից հետո թե Կարապետյանը հերքեց այդ մասին, թե Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի չի եղել։ Այս վստահությունները ձեզ բավարար են։ Գիտեք ինչ, երբ որ արտգործնախարարը ինչ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին մեկ օրվա մեջ հայտարարություն է անում, չգիտեմ մեր հերոստատողները այդպես բանին վստահում են, 1 միլիոն, 2 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա, կարող են գնալ Մոսկվա, դիմեն, չգիտեմ, իրենց ժեկին ինչ որ մի հարցով կարող են ամիսներով պատասխան չստանալ։ Հետևությունները թողնում եմ մեր հերոստատիտողներին։ Պարոն Սիմոնյան, նախընտրական այս քարոզարշավի ընթացքում շատ քննարկվեց նաև սահմանադրության փոփոխության հարցը։ Դուք իշխող կուսակցությունն ասում է, որ պետք է ունենալ նոր սահմանադրություն, որտեղ պետք է չլինի անկախության հռչակագրին հղումը, ընդդիմությունն ասում է, որ անկախության հռչակագիրը Հայաստանի ծննդյան վկայականն է, եւ այստեղ հարց է առաջանում։ Նոր սահմանադրության տեքստը պետք է հրապարակվեր մինչև ընտրություններ, այդ մասին հայտարարել է նաև Արդարադատության նախարարը։ Մի քանի օր է մնացել։ Հրապարակվելու է նոր տեքստը, թե ոչ։ Ես անկեղծ տեղեկություն չունեմ եւ կարծում եմ, որ մեկը մյուսի հետ որևիցե կապ չի կարող ունենալ, որովհետեւ ինքը շատ լուրջ փաստաթուղթ է եւ դրա շուրջ շատ լուրջ քննարկումներ են գնում եւ նաեւ առաջարկներ են լինում։ Կարևոր փաստաթուղթ է, մենք վերջի վերջո կարևոր քայլի ենք գնում եւ 4-րդ հանրապետության համար մենք պետք է այդ քայլը անենք եւ մենք սրա մասին 2020 թվականի փետրվարին քարոզարշավ ենք սկսել անել եւ այն ժամանակվանից այս process-ը կանգնել է, բայց նոր իրողություններում աշխարհի այս նոր իրավիճակում, երբ ամեն ժամ բան է փոխվում, երբ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի հետ, մեր տարածաշրջանում դասավորվածություններ են փոխվում ԱՄՆ-ն Իրանի հետ, միանշանակ մենք պետք է շատ ավելի ճկուն, շատ ավելի հայանպաստ եւ տարածաշրջանային սահմանադրություն ունենանք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի հարատև։ Օրեր առաջ ձեր սոցիալական ցանցի էջում, պարոն Սիմոնյան, հրապարակել եք վերջին տարիներին ձեր հարցազրույցներից, որտեղ ասում եք, որ նման հարց չի քննարկվում, խոսքը վերաբերում է ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման հարցին եւ նշում եք, որ մոտ ապագայում դա իրատեսական չէ։ Բայց ընդդիմությունը շրջանառում է մեկ այլ ձեր հարցազրույց, որտեղ ասում եք, որ ինչ որ պահի հնարավոր է Հայաստանի մեր բնակչությունից գնան Ադրբեջան, իրենց տներում ապրեն եւ Ադրբեջանից վերադառնան Հայաստանում ապրեն։ Ինչ որ բան է փոխվել ձեր հայտարարության մեջ, թե զավեշտը կայանում է, որ դա նույն հարցազրույցն է, այսինքն որ դուք ասում եք դուք հրապարակ, դա նույն հարցազրույցն է։ Ուժեղ Հայաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի կողմից շրջանառության մեջ դրված այդ կեղծիքը սկզբից փորձեցին գովազդներով ինչ որ ձևով մեր հանրությանը ներկայացնել, հետո հասկանալով, որ այնուամենայնիվ դրա տակ ինչ որ հիմք է պետք, 2024 թվականի, թե 23 թվականի իմ հարցազրույցներից մի կտորը կտրեցին եւ դա որպես 23 թվականի եւ դա որպես հիմք ներկայացրեցին, բայց լրագրողի ուղիղ հարցին թե տեն նման բան հնարավոր է, ես ասել եմ, որ ոչ, ես այդպես բան չեմ տեսնում եւ դա հնարավոր չի, իսկ իմ խոսքը վերաբերում է նրան, որ մենք պետք է ապրենք մեր հարևանների հետ եւ դա ես հիմա էլ եմ ասում, այսինքն մենք տարածաշրջանում պետք է ապրենք մեր 4 հարևանի հետ եւ չեմ կարծում, որ դա բացատրելու կարիք ունի, բա ո՞նց պետք է անենք։ Ես կրկնում եմ, ցեղասպանություն է տեղի ունեցել Թուրքիայում, 1.5 միլիոն մարդ է սպանվել, բայց Թուրքիայում տասնյակ հազարավոր հայեր են ապրում եւ ես Հայաստանում թուրքեր գիտեմ, որոնք Հայաստանում են ապրում, բայց որևիցե մեկը չի խոսում վերադարձի մասին, որովհետեւ դա ծուղակ է, դա պրովոկացիա է եւ դա ադրբեջանական նարատիվի սպասարկում է, որովհետև երբ որ այդ մարդկանց հարցնում ես ինչի մասին է խոսքը, իրանք միշտ վկայակոչում են ադրբեջանական աղբյուրներ։ Ես կրկնում եմ, որ նման հարց չի քննարկվել եւ նման հարց չի բանակցվել, էլ չեմ ասում ինչ որ համաձայնության մասին։ Դա արվել է հայելային տրամաբանությամբ Ադրբեջանի կողմից, երբ մենք սկսել ենք խոսել Ղարաբաղ հայերի վերադարձի մասին եւ ընդհանրապես միշտ դուք կարող եք նկատել, որ ամեն ինչ այս ժամանակահատվածում միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը հայելային արձագանք է գտել Ադրբեջանում, իսկ օգոստոսի 8-ից հետո դրանք կամ ընդհանրապես դադարել են կամ եզակի բնույթ են կրում։
Ադրբեջանում, պարոն Սիմոնյան, անցյալ տարի Միլի Մեջլիսի падգամավորը, որը նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահն է, հայտարարել է, ես մեջբերեմ, Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է, եւ մեր հայրենակիցների իրավունքները հիմնված են միջազգային իրավունքի վրա, մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայ ժողովրդի շահերին։ Դուք հավանաբար շփվում եք նաև ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Արդյոք այս հարցը չեք բարձրացնում նշելով, որ քանի որ խաղաղության պայմանագրում չկա կետ, որ ենթադրենք ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնան Հայաստան եւ բնակվեն, նման խոսույթը ինչի է տեղ գտնում իրենց բառապաշարում։ Լսեք, որովհետև նման խոսույթը նաև գտնում է տեղ մեր բառապաշարում։ Մենք նույն բանն ենք անում, մենք ուղղակի դա չենք նկատում, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ արել ենք ու չենք նկատում։ Տեսեք, դուք բերում եք օրինակ մեկ падգամավորի հայտարարության, բայց մենք ունենք նմանատիպ խումբ, ունենք падգամավոր, որը հիմա նաև իշխող խմբակցության իշխող թիմի վարչության անդամ է Վիլեն Գաբրելյանը, որը որ նույն տրամաբանության Ադրբեջան վերադարձի խմբի ղեկավարը, ինչպես նաև ունենք երկու խմբակցություն, որտեղ որ Ադրբեջանը այն տարածքը, որը որ ինքը եւ միջազգայինորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղն է, դրա դրոշերն են տեղավորված եւ ամեն օր դրա մասին խոսում են։ Բայց մենք դա չենք նկատում եւ նկատում ենք մի падգամավորի ասած եւ այս ամեն ինչից զատ կա իրականություն, որ այլևս խաղաղություն է հաստատված եւ այդ խաղաղությունը իրական է եւ մեր երեխաները չեն մեռնում եւ մենք ունենք համաձայնություն եւ մենք ունենք սահմաններ։ Հիմա մենք պետք է այս խաղաղությունը խնամենք եւ տեր կանգնենք այս խաղաղությանը, որպեսզի այն լինի հավետ։ Եվ գիտեք ինչ, ադրբեջանցին սա ասեց, հայ падգամավորը նա ասեց, այս խոսակցությունները կարծում եմ միայն այդ խաղաղության գործընթացը կանգնեցնելու են, եթե ոչ հետ են շպրտելու, ուստի կոչ եմ անում չմտնել այդ խոսակցության մեջ։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, եթե կարելի է, նույն այդ խոսույթը ադրբեջանցիների հետ կապված 2021 թվականին նույն նմանատիպ հոլովակներ էին նկարում եւ դուք կարող եք համացանցում դա գտնել, թե ինչպես եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, չգիտեմ, եկեղեցիները չեն լինելու, ադրբեջաները հայոց լեզուն չի լինելու եւ այլ 21 թվականի տեսահոլովակներ։ Դա նույն դրսից բերված նարատիվն է, որի հենքը ադրբեջանական աղբյուրներն են։ Պարոն Սիմոնյան, ձեր ընդդիմախոսները քննադատում են, որ բավարար ջանքեր չեք գործադրում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու հետ կապված եւ ազգային ժողովի նախկին նախագահ Արցախի ընտանիքի միջոցով ուղերձ էր հղել, որտեղ ասում է, որ իրենց այսպես ասած հասկացրել են ադրբեջանցիները, որ դուք այստեղ եք այնքան ժամանակ, ինչքան Հայաստանի իշխանությունները ցանկանան։ Քանի որ մեզ լսում են հավանաբար նաև այդ մարդկանց ընտանիքի անդամները, կարող եք վստահեցնել, որ նման բան չկա եւ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում է նրանց համար։ Բա ո՞նց ստացվեց, որ 200 հոգուց հիմա 19-ը մնացել, որ Հայաստանի իշխանությունը բան չի անում։ Բայց ո՞նց ստացվեց։ Այդ մարդիկ հիմա որ վերադարձել են, այդ մարդիկ ո՞նց եկան։ Այդ Հայաստանի իշխանությունը արեց, թե Հայաստանի իշխանությունը չարեց։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի ազգային ժողովի, իդեպ ասում եք Արցախ, բայց ազգային ժողովի շենքի վրա գրած է եղել Լեռնային Ղարաբաղ, հիմա իրանց հարմար է քաղաքական բանի համար տենց ներկայանալ, ես խնդիր չեմ տեսնում, կարող են տենց ներկայանալ։ Հա, ես համարում եմ անշնորհակալ գործ մեկնաբանել մի մարդու խոսքը, որ գտնում է Բաքվի բանտում, եւ որևիցե մեկը չի կարող երաշխավորել այդ խոսքի իսկությունը, պայմանները, որ այդ խոսքը ասվել է եւ ինչի օրինակ այդքան մարդ կա անդե, ինչի այդ խոսքը հասել մեզ, իսկ մնացած բան չեն ասում, հա, մնացածը տենց անտարբեր են։ Անշնորհակալ գործ է եւ կարծում եմ պետք է զերծ մնանք բոլորս նման քայլեր անելուց։ Այսօր Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, բայց Թուրքիայի հետ սահմանը չի բացվում եւ Թուրքիա ձեր կատարած այցի ժամանակ ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ ձեր կարծիքով Ադրբեջանն է խոչընդոտում։ Ինչ է կատարվում։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր ապրանքները այլևս գնում են Թուրքիա եւ այնտեղից ապրանքները հնարավոր բերել Հայաստան ուղիղ, նկատի ունեմ, որ երկիրը որտեղ տեղափոխվում է արդեն նշվում է Հայաստան, այսինքն հարկային այդ կոդը բացվել է։ Ինչպես նաեւ դուք իմացաք, որ բոլորս իմացանք, որ բացվել է նաեւ երկաթուղային հաղորդակցությունը։ Ես վստահ եմ, որ ժամանակի հարց է, ինչպես նաև Թուրքիայի այցելության ժամանակ ես տեղեկացա, որ
նաև Թուրքիայի նախաձեռնությամբ մենք պարլամենտական մակարդակով կմիանանք Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա այդ այսպես ասած խմբին եւ միասին կսկսենք աշխատել եւ ես վստահ եմ, որ ընդամենը ժամանակի հարց է սահմանի բացումը եւ չեմ բացառում, դա իմ անձնական կարծիքն է, որ մինչեւ տարվա վերջ սահմանը առնվազն երրորդ երկրի անձնագիր ունեցողների համար եւ դիվանագետների համար բաց կլինի, չեմ բացառում եւ նաեւ այլ եւ ավելի առաջ գնացող զարգացումներ, որտեղ տեսեք մենք Ադրբեջանի հետ այսօր առևտուր ենք անում, հա, եւ միևնույն ժամանակ Թուրքիայի հետ Վրաստանի միջոցով ենք առևտուր անում, վստահ եմ, որ դա էլ է ժամանակի հարց։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից խոսենք, պարոն Սիմոնյան, երեք կայացավ Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը, որտեղ քննարկվել է ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարությունը կապված Հայաստանի հետ եւ նաեւ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանից արտահանվող եւս որոշ ապրանքների ներմուծում արգելվել է։ Այստեղ սանիտարական այդ նորմերի խնդիրներ են, թե քաղաքական ենթատեքստ կա։ Դե բարձր քաղաքական ենթատեքստ կա, էլի այդպես։ Ինչպես են լուծում այդ հարցը։ Այդ հարցը ամսի 7-ից հետո կլուծվի։ Ինչպես։ Ես վստահ եմ, որ սա քաղաքական բանավեճի մի մաս է եւ ամսի 7-ից հետո, ճիշտ ասած, ես չեմ խոսել վարչապետի հետ եւ դեռ չեմ զրուցի մասին, թե ինչ են զրուցել, բայց հաշվի առնելով աշխատանքային փորձը վարչապետի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ հաշվի առնելով այն քաղաքական փորձը, որը որ կա նման իրավիճակներում, ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ հարցը կլուծվի եւ չեմ բացառում նաեւ, որ այն ուժերը, որոնք ընդդիմադիր ուժերը, պրոռուսական ընդդիմադիր ուժերը, որոնք որ դրա մասին խոսում են, հիմա շահարկում են, նրանց մի անմիջական ազդեցությունն է եղել, որպեսզի մեր ապրանքները արգելվեն, որպեսզի իրանք ստեղ շահարկելու բան ունենան եւ համարում եմ դա եւս մի օրինակ, երբ իրենց քաղաքական շահի համար մարդիկ պատրաստ են պետությանը, մեր գյուղատնտեսությանը, մեր աշխատողներին վնաս տալ միայն թե այդ աթոռին նորից վերադառնան։ Ես վստահ եմ, որ ամսի 7-ից 8-ից հետո այդ հարցերը բոլորը կլուծվեն։ Գլխավոր հայտարարությունը այս թեմայի հետ կապված հնչում է հետևյալ կերպ. Հայաստանը պետք է կողմնորոշվի, մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է դեպի Եվրամիություն։ Մենք որ ճանապարհն ենք ընտրում։ Հայաստանը կկողմնորոշվի, երբ որ դրանք այդ քայլերը ռեալ կլինեն եւ Հայաստանը առնվազն կլինի կդիմի Եվրամիությանը տեխնացու դառնալու համար կամ կլինի ԵՄ տեխնացու, քանի դեռ մենք նույնիսկ տեխնացու չենք, ինչի մասին է խոսքը, երբ որ մենք կունենանք տեխնացուի կարգավիճակ, այդ ժամանակ մենք կկողմնորոշվենք ԵԱՏՄ-ն կոնսենսուսով որոշումներ կայացնող կառույց է եւ Հայաստանը նման հայտ չի ներկայացել, որ ինքը ուզում է դուրս գա։ Ես իհարկե ողջունում եմ, որ 4 երկրները մեզ առաջարկում են հանրաքվե անցկացնել ԵՄ գնալու հետ կապված, բայց միևնույն ժամանակ ներեցեք, բայց դա այնուամենայնիվ մեր որոշելիքն է եւ ԵԱՏՄ-ն կրկնում եմ կոնսենսուսով որոշում կայացնող կառույց է եւ մենք նման հայտ եւ նման հարցի կողմ քվեարկելու այսօր ոչ միտք ունենք, ոչ էլ նման պատրաստակամություն։ Ակնարկներ կան, որ կարող է նաև գազը թանկանալ Հայաստանի համար եւ սահմանվել այն գինը, որը եվրոպական երկրների համար։ Մեր այլընտրանքը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ դա նույնպես տեղի չի ունենա, դա իմ կարծիքն է, որովհետև այդ խոսակցությունները մշտապես եղել են, եւ եթե դա տեղի ունենա ինչ-որ իրականության մեջ, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այդ հարցը նույնպես լուծել, բայց կրկնում եմ, շատ քիչ հավանական եմ համարում այդ խոսակցությունները։ Բա հետո ինչ ալնելու։ Ենթադրենք դա արեցին, բա հետո։ Ես նկատի ունեմ այն կողմի դիտակետից, ով որ ասում է, որ ես դա տենց կանեմ, բա հետո վերջ։ Ես չեմ կարծում, որ նման բաներ տեղի կունենան։ Պարոն Սիմոնյան, մեր հարցազրույցը մոտենում է ավարտին։ Ներողություն, բաներ ասեմ, հետո Հայաստանի Հանրապետությունը առնվազն պայմանագիր ունի, որը դեռ բավականին երկար ժամանակ կնքված է, չեմ կարծում, որ այդ պայմանագիրը խախտելու ձև հնարավորություն եւ արդարացի կլինի նման պայմանագիր խախտել։ Մեր ավանդական վերջին հարցը, քանի որ թողարկումը մոտենում է ավարտին, հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին ինչու պետք է ձայնը տա քաղաքացիական պայմանագրին։
Որովհետև քաղաքացիական պայմանագրին ձայն տալով ինքը տեր է կանգնում խաղաղությանը, ինքը տեր է կանգնում Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև մենք ասում ենք, որ հայերը այլևս պետք է չմեռնեն, որովհետև մենք պետքա դուրս գանք այդ պատմության անիվից եւ ապրենք, շատանանք, հարստանանք, մեր մարդիկ պետք է շրջագայեն, իրենց վիճակը պետքա գնալով ֆինանսական լավանա, մեր թոշակառուները պետք է առողջ լինեն, իրենց թոշակները շարունակաբար պետք է բարձրանան, մեր դպրոցների շինարարությունը, մանկապարտեզների շինարարությունը պետք է շարունակվի եւ 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց ակնհայտ դարձա, որ այլևս հերիք չի, 4000 կիլոմետր ճանապարհը պետք է այլ ավելանա եւ Հայաստանը պետք է խաչմերուկ դառնա նաեւ տարածաշրջանի համար եւ այլ եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու Հայաստանի Հանրապետությանը, խաղաղությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։